Ողջույն սիրելիներ, ահա վերջապես եկավ այն փաթեթը, երկար սպասված այն փաթեթը Իտալիայից։ Դուք էլ ինձ հետ հավանաբար սպասում էիք, որովհետև վաղուց զարդեր չէի ցուցադրել։ Տեղափոխվել ենք այլ թաղամաս, ֆրանսիական էլիտար թաղամաս, նախկինում ապրում էինք փոքր կենտրոնում եւ ավելի փոքր բնակարանում։ Իսկ այս բնակարանը դարձակ է, լուսավոր է եւ պլյուս ֆրանսիական վայբը թաղամասի ինձ շատ դուր է գալիս։ Սա մի փոքր շեղում։ Բայց այսօր կնայենք այն զարդերը, որոնք ես պատվիրել եմ Իտալիայից, այսինքն գնել եմ աճուրդով Իտալիայից շատ շքեղ զարդեր, բոլորը բրենդային են, այո, բրենդային։ Այսօր էլ ես հագել եմ Zara-ի իմ նոր կարծիքանը եւ այստեղ դեկորացիա եմ արել իմ բրենդային զարդերով, Monet Trifari եւ Napier բրոշներն եմ կպցրել։ Ես արդեն չեմ համբերում, բոլորը չքնաղ վինտաժային զարդեր, իսկ դուք պատրաստ եք նայելու ավելին, տեսնելու շքեղագույնը եւ ամենաճոխը ինձ հետ միասին։ Եթե պատրաստ եք, դե գնացինք։ Վերջապես եկավ այն պահը, երբ ես կբացեմ այս փաթեթը եւ մենք կհիանանք այդ հիասքանչ զարդերով։ Մինչ զարդերին անցնելը ցույց տամ մի գեղեցիկ բան։ Գիտեք։ Օ, ինչ գեղեցիկ է։ Ուրեմն թիթեռնիկ, էմալապատ, ոսկեգույն գեղեցիկ զարդատուփ է։ Թևերը բացվում են այս թիթեռնիկի։ Ահա այսպիսի փոքրիկ զարդատուփ։ Ինչպես տեսակ զարդ չէ, այլ զարդատուփ է։ Ճիշտ նմանատիպ զարդատուփ ես գնել էի Սիրամարգ տարբերակը, վինտաժային զարդատուփ է, թևերը բացվում են, ահա այսպես։ Ներսը նույնպես էմալապատ է։ Ահա այսպիսի փոքրիկ զարդատուփ։ Հիմա հերթով ցույց կտամ արդեն ես ձեզ զարդերը։ Այսպիսի իրավիճակ է այստեղ տիրում, հիմա եկեք հերթով նայենք։ Չքնաղ վինտաժային ականջողեր, կլիպսներ չեն, պուսետներ են, J.Crew բրենդի, այս բրենդի վզնոցը ես ունեմ եւ այս ականջողերը գնել եմ որպես կոմպլեկտ այդ վզնոցի համար։ Սա էլ մարկիրովկան J.Crew, վզնոցն էլ է շատ ճոխ, դեռևս բոլոր զարդերը չեմ դասավորել, այդ իսկ պատճառով դժվար թե հիմա գտնեմ բերեմ ցույց տամ, բայց ընթացքում ցույց կտամ ձեզ այս ականջողերի վզնոցը ես արդեն ունեմ։ Այս բրոշը, որ ուզում եմ ձեզ ցույց տալ, կատնագույն քարերով բրոշ է, շատ գեղեցիկ է, այնպես չէ։ Բրենդային բրոշ է, որը պատկանում է Napier ընկերությանը։ Ահա մարկիրովկան։ Շատ հիանալի բրոշ է, շատ գեղեցիկ, շքեղ, ամառային, ինչպես նաև տոնական, ինչպես նաև ամենօրյա այն բրոշների դասին է պատկանում, որ կարելի է կրել գրեթե միշտ, լոկանիկ, գեղեցիկ, գեղեցկուհի ուղղակի գեղեցկադեմ բրոշ է սա, ունիկալ է, հազվագյուտ է, հաճախ չի հանդիպում, կան մարդիկ ընդհանրապես, որ հավաքում են կատնակույն բյուժետերիա վինտաժային, կան մարդիկ, որոնք հավաքում են սև բյուժետերիա վինտաժային, եւ կան այնպիսի մարդիկ, ինչպիսին ես եմ, հավաքում են այն, ինչ իրենց դուր է գալիս։ Ու այս բրոշը ինձ շատ է դուր գալիս։ Հաջորդ բրոշը այս հովազն է, թե վագրն է, չգիտեմ ինչ կարելի է ասել, թե լուսան է, էմալապատ, սև գեղեցկուհի բրոշը, որը նույնպես բրենդային է եւ պատկանում է Trifari ընկերությանը, ահա մարկիրովկան։ Շատ գեղեցիկ բրոշ է, թեմատիկորեն շատ տարբեր են այս երկու բրոշները։ Ու միևնույն ժամանակ երկուսն էլ շատ գեղեցիկ, իրականում ավելի գեղեցիկ էին, քան ֆոտոներով։ Սև բյուժետերիայի սիրահարների համար Velimit ֆիրման է, ամերիկյան բյուժետերիայի ընկերություն է, այս կաբաշոնները ապակուց են,
Շատ գեղեցիկ ճոխ վզնոց է։ Հետևի մասն էլ ահա այսպիսին է։ Այս վզնոցը շատ գեղեցիկ կնայվի այս բրոշի հետ։ Տեսեք որքան գեղեցիկ է նայվում այս վզնոցը այս բրոշի հետ, հնարավոր է միասին կրել։ Եվս մեկ այլ ճկնաղագույն վզնոց, դարձյալ ամերիկյան բրենդ է սա։ Այս փականը կոչվում է Toggle, այսպես շատ հեշտ է կոչվել։ Երկու սիգմենտ ունի, երկար ու կարճ տարբերակով, բրենդը ահա այս բրենդն է, սա էլ բրենդի անվանումը Select։ Շատ գեղեցիկ կենտրոնական էլեմենտ ունի, լիմոնագույն, որը շատ սառն է, եթե բնական քարտ չի, ապա ապակի է, կարծում եմ, կարևորը որ պլաստիկից չի այս կենտրոնական էլեմենտ։ Ես գերադասում եմ, որ ապակուց լինի, քան պլաստիկից կենտրոնական էլեմենտը, տվել են քարի իմիտացիա, ինչ-որ կրիստալի։ Այդքան էլ ծանր չէ, միջին քաշի է, շատ գեղեցիկ վզնոց է։ Մեկ այլ ավելի հետաքրքիր վզնոց, արծաթագույն, այս վզնոցները կոչվում են շարֆիկ վզնոցներ, քանի որ պարանոցի վրա տեղադրում եք ճիշտ այնպես, ինչպես շարֆիկը կկապեիք, այդ ձևով, ով ինչ կերպով կարող է այնպես էլ կրում է այս վզնոցը, հատուկ ձևաչափ չունի։ Եվ այս կատնագույն, չքնաղագույն մարգարտե վզնոցը բոլորին քաչ հայտնի Evan ընկերությանն է պատկանում, ահա մարկիրովկան։ Շատ գեղեցիկ վզնոց է, այնքան գեղեցիկ վզնոց է, որ կամերան ուղղակի այդ փայլից խամրում է, ինձ շատ դուր եկավ այս վզնոցը։ Կենտրոնական դետալն էլ շատ օրիգինալ է։ Հերթը հասավ թևնոցներին։ Քանի որ մարգարիտ ձեզ ցույց տվեցի, ցույց տամ այս գեղեցիկ մարգարտե թևնոցը, արտա է մարգարտե կենտրոնական էլեմենտ եւ ցերկոնիկ, եւ ինչպես տեսնում եք, կակաչի տեսքով է կամ արտիշոյի, ավելի ճիշտ, շոտլանդական մոտիվներ կա, հիմա թևի վրա ցույց կտամ։ Օ, ինչ գեղեցիկ է։ Այնքան գեղեցիկ է, որ չեմ ուզում հանել դաստակիս վրայից։ Ինչ շատ դուր եկավ, էլեգանտ, գազնանային, լոկանիկ, ամեն ինչի հետ կարող է սազել, և կլասիկայի, և casual ոճի հագուստների հետ։ Ամառ է, ամառ, պետք է գեղեցիկ թևնոցներ կրել, դաստակները քանի դեռ բաց են, վերարկուների տակ թաքցված չեն, դիմացը ամառ է և կարելի է հաճախ կրել թևնոցներ, քանի դեռ դրա հնարավորությունը կա ու մենք չենք թաքցնելու մեր մարմնի ամենանուրբ մասն է դաստակը և այն պետք է ընդգծել։ Մեկ այլ գեղեցկություն, դամասկին թևնոց, եթե դամասկին բրոշներ հաճախ են հանդիպում, թևնոցները ոչ այդքան հաճախ, այն էլ իրական դամասկինը բաղկացած է երկու դետալից, այսինքն հիմքի վրա տեղակայվում է այն հատվածը, որի վրա կատարված է այդ աշխատանքը։ Տեսնում եք, երկու դետալից է բաղկացած և վրան արդեն տեղադրված է այդ դամասկին ոսկե ջրած թիթեղներով կատարված մանրաքանդակային դետալը։ Շատ գեղեցիկ թևնոց է, արտակարգ աշխատանք։ Ահա այսպիսի տեսք ունի այն դաստակի վրա, ասեք, որ ճոխ է շատ։ Ես ուրախ եմ, որ ձեռք եմ բերել այս թևնոցը, քանի որ դամասկին թևնոցներ հաճախ չէ, որ հանդիպում է։ Այս տեխնոլոգիան ծագել է Իսպանիայում, հիմա իսպանական սուվենիրների խանութներում դեռևս առկա է դամասկին զարդեր, բայց իրական դամասկինը չի, այսինքն մի թիթեղից է բաղկացած, անմիջապես այս քանդակները արված է, ենթադրենք, թևնոցի վրա, իսկ այստեղ մեկ երկու դետալ է, հիմքի վրա անցկացված է ձեռագործ աշխատանքը։ Այդպիսին պետք է լինի իրական դամասկինը։ Եթե գնաք Իսպանիա և գնեք դամասկին զարդեր, ուշադրություն կդարձնեք այդ արգումենտի վրա։ Կեղծվածը երբեք մի գնեք։ Ես կեղծված զարդերին դեմ եմ, մասնավորապես հիմա էլ շատ կան։
ասիական երկրների ծագում ունեցող դամասկիններ, որոնք բերվում են Իսպանիա եւ վաճառվում օրիգինալի տակ։ Եվ ահա այն շեդևրալ թևնոցը, որի համար ես այդքան պայքարեցի, ես երբևիցե չէի մտածում, որ կհաջողվի ինձ հաղթանակած դուրս գալ այդ պայքարում, քանի որ ցանկացողները շատ էին, կոնկուրենտները մեծ էին, եւ սա Մարսել Բուշե այդ դիզայների թևնոցն է։ Ես շատ ուրախ եմ, որ այս թևնոցը ի վերջո ինձ բաժին հասավ, որովհետև ի վերջո Մարսել Բուշե դա այն դիզայներն է, որը կատարել է շեդևրալ աշխատանքներ բիժուտերիայի աշխարհում եւ նրա զարդերի մասին երազում են բոլորը։ Իրականում սա շատ գեղեցիկ ոսկեգույն է, չերվոնի խփող, բայց կամերան չգիտեմ ինչու բաց է ցույց տալիս ավելի դեպի արծաթագույնի խփող, բայց հիասքանչ մետաղական երանգույնի այն իսկապես շեդևրալ թևնոց է։ Սա էլ թևնոցի մարկիրովկան Մարսել Բուշե։ Ահա այս հատվածում է տեղակայված եւ իհարկե կոպերայտի նշանը։ Սա իսկապես մեծ գանձ է իմ ձեռքում, ես հպարտանում եմ այս ձեռքբերումով։ Շատ գեղեցիկ կատարում է, շատ։ Կարծես ծովի ալիքներ հիշեցնի, ահա այդպիսի շարժում կա այս թևնոցի մեջ եւ միաժամանակ վոլյում։ Իսկ մետաղական գույնը ուղղակի կամերան չի փոխանցում, շատ եմ ափսոսում, շատ գեղեցիկ է։ Իրական կյանքում այնքան գեղեցիկ է, կարծես ոսկուց լինի, այն էլ բարձր պրոբայի չերվոնից լինի այս թևնոցը։ Շեդևրալ աշխատանք, իզուր չէ էլի, որ այդքան սիրելի է Մարսել Բուշեն կոլեկցիոներների կողմից, շատ բարձր է նա գնահատվում։ Տեսեք, թե որքան շքեղ է, որքան ճոխ է, շատ գեղեցիկ թևնոց է։ Այս զարդերից ինձ ամենաշատը դուր եկավ այս երկու թևնոցները, սա եւ այս մարգարտե թևնոցը եւ Էվնի այս մարգարտե վզնոցը, շատ գեղեցիկ յուրահատուկ կախազարդով։ Նաեւ ինձ շատ դուր եկավ այս բրոշը, նապիե բրոշը, շատ գեղեցիկ է։ Գրեթե բոլորն էլ դուր են եկել, որ ընտրել եմ կարելի է ասել, բայց սրանք յուրահատուկ են, այս մի քանի կտորները պարզապես գրավեցին իմ սիրտը։ Շատ ճոխ թևնոց է, հավատս չի գալիս, որ ես այն ձեռք եմ բերել։ Ահա այսպիսին են կոլեկցիոներները, մոլի են ուղղակի զարդերի։ Ես զարդերի անթիվ անհամար քանակություն ունեմ, բայց Մարսել Բուշեից թևնոց դեռևս չունեի եւ ուրախ եմ, որ այն ձեռք եմ բերել։ Այս ականջողերն էլ պատկերացրեք, որ շատ գեղեցիկ են եւ շատ փայլուն կրիստալներով, այս սրանք, որոնք պատկանում էին J. Crew ընկերությանը։ Բոլոր զարդերն էլ ունիկալ են, գեղեցիկ են եւ իրենցից ներկայացնում են արժեք։ Ամեն զրտիկ չէ, որ մարդ կարող է կախել վրեն կրել ու դուրս գալ տանից, վերջի վերջո պետք է այնպիսի զարդեր կրել, որ իրենցից արժեք են ներկայացնում, եթե ոչ ոսկեղեն, գոնե ասենք ստատուս ունեցող զարդեր, դիզայներական աշխատանքներ կամ իրենցից ինչ-որ արժեք ներկայացնող զարդեր, երեխա չենք վերջի վերջո, որ ինչ-որ զիզի-պիզի բան կախենք մեր վրա ու դուրս գանք, ներկայանանք հասարակությանը այդպիսի զարդեր կրելով, մեր ստատուսը ընկնում է։ Դրա համար ես սիրում եմ վինտաժը ավելի քան ժամանակակից զարդերը եւ միշտ գերադասում եմ վինտաժային զարդերը, որովհետեւ յուրաքանչյուր լուք բարձրացնում են, մի քանի անգամ ստատուս են տալիս, խորություն են տալիս այդ հագուստին, ոճին, ավելի ցայտուն դարձնում, տարբերիչ, չէ՞ որ յուրաքանչյուր մարդ ինքը ինդիվիդուալ է ստեղծված բնավորության գծերով եւ մենք էլ պետք է այդ ուժեղ կողմերը մեր ընդգծենք, այսինքն մեր տարբերիչ լինելը, որ երկրորդը մեզանից չկա բնականաբար բնության մեջ, դրա համար հիմա մաս-մարքետային հագուստներն էլ մարդկանց դարձնում են ավելի շաբլոն։ Ընդգծեք ձեր ոճը զարդերի միջոցով, ձեր ինդիվիդուալությունը, ձեր վառ անհատականությունը, դա շատ կարևոր է, շատ։ Զարդերը մեզ տալիս են ստատուս, ավելի հետաքրքիր տեսք ենք ունենում, ավելի ինքնատիպ ինդիվիդուալ զարդեր կրելով։ Եթե այդպես չլիներ, նորաձևության տները, ցուցադրությունները այդքան մեծ ուշադրություն չէին դարձնի զարդերին, որովհետև հենց դետալներն են ամբողջացնում մեր լուքը։ Դետալներից է կախված
ամեն ինչը, կարող է բարձրացնել լուքը, կարող է իջացնել լուքը, շատ կարևոր է ճիշտ զարդեր ընտրելը, ընտրեք ձեր զարդը ինձ հետ միասին։ Եվ ահա հատուկ անջատել եմ լույսը, որ տեսնեք, որ նրանք հատուկ էին, տեսնում եք, ես ախր զգում էի, ես ախր զգում էի, տեսնում եք կանաչ լույսը, դա նշանակում է, որ արկա է Ուրանո ապակի, մեր առջև Ուրանո ապակի է, ախր ես զգում էի, որ նրանք հատուկ են, տիեզերքի մի կտոր ասես լինի իմ ձեռքում, տիեզերական զարդ է սա, նույնը սա, Էվնը հաճախ է օգտագործում Ուրանոյի առկայությամբ քարեր, մարգարիտներ, այսինքն մարգարտե իմիտացիաներ։ Էնպես չի, որ սեղանի վրա ինչ կա, այսպես գունավորվում է։ Ահա այն գեղեցիկ վզնոցը Էվն ընկերության, որ ինձ այդքան դուր եկավ, շատ շքեղ է։ Սա Դեմասկին թևնոցն է և մարգարտե այդ գեղեցիկ թևնոցը, որը կարելի է կրել նույնիսկ այս վզնոցի հետ, մետաղական երանգը ճիշտ է մի փոքր տարբերվում է, բայց դա չի խանգարում, ամենևին չի խանգարում միասին կրել։ Եվ այս շեդևրալ, այս դիզայներական աշխատանքը Մարսել Բուշե շքեղություն է ուղղակի, թե մետաղի գույնը, թե դիզայնը շատ յուրահատուկ է և ու մի տեսակ ավելի փխրուն է դարձնում դաստակը, չնայած իր մասիվ չափսերի։ Լիմոնագույն այս գեղեցիկ վզնոցը նույնպես շքեղ է, ճիշտ է այս բլուզի հետ այդքան էլ չսազեց, բայց այնուհանդերձ միատոն այսպիսի կարծիկանները, բլուզները ինձ համար ծառայում են որպես կտավ, զարդերը ավելի խորհրդավոր դարձնելու նպատակով, այսինքն ակցենտը, շեշտադրումը ես միշտ գնում եմ զարդերի վրա, քան հագուստի, որովհետև զարդերը փոխում են կնոջ կյանքում ամեն ինչ։ Տղամարդկանց կյանքում իդեպ նույնպես բավական է տղամարդը կապի ժամացույց և դու կհասկանաս նրա կլասը, ինչ դասի է նա պատկանում։ Այս շքնախնապի է բրոշը իհարկե գերել է իմ սիրտը, շատ գեղեցիկ է, պարզապես բաց գույնի վրա այդքան արտահայտիչ չի երևում, բնականաբար մուգ ֆոնի վրա այն ավելի արտահայտիչ ու վառ կերևա։ Ինչպես օրինակ այս դեպքում սևը բեժի վրա ավելի ցայտուն է երևում։